Արդյոք շատ չեն Հայաստանում ոչ աշխատանքային օրերը։ Ինչու է Հայաստանում էժանացել անշարժ գույքը։ Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը պատասխանելով այն հարցին, թե ինչ դժգոհություններ ունի Ռուսաստանը հայերից եւ ինչու է սերտացնում իր ռազմական հարաբերությունները Ադրբեջանի հետ, վկայակոչեց հայկական Սփյուռքի գործունեությունը։ Они, я вам твердо говорю, не просто не ловят мышей. Они делают все возможное, чтобы наступить на все возможные грабли. Я могу это разобрать в прагматичном разговоре отдельно, по пунктам, 12 пунктов. Как они наступают на грабли. ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով հանրապետական Գալուստ Սահակյանը երբեք աչքի չի ընկել իր կոռեկտությամբ։ Օրերս Գալուստ Սահակյանը վիրավորել է իր գործընկերոջը Զարուհի Փոստանջյանին։ Տիկին Սարգսյանի խոսքերով դա էթիկայի լրջագույն խախտում է։ Չնայած դրան, երբ համաչափությունը փոխվեց էթիկայի հանձնաժողովի գոյությունը այլևս անիմաստ է դարձել։ Մայիսի 12-ին տեղացած կարկուտից մոտ $400,000 համարժեք դրամի կորուստ է կրել նաև ազգային ժողովի պատգամավոր արմավիրցի Ալեքսանդր Պետրոսյանը։ Նա ստեղծել է հիմնադրամ բնության աղետից տուժած գյուղացիներին օգնելու համար։ Չէ, իմ բաժինը դու մենք իրար հետ որոշենք այն ամենասարահեղ ընտանիքի կտանք։ Իհարկե ոչ, ոնց ես կարող եմ գումար վերցնել։ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանի տեղեկություններով սիրիահայ ուսանողները Հայաստանում ունեն բնակարանի աշխատանքի տեղավորվելու եւ ուսման վարձի խնդիրներ։ Վերջին հարցը լուծել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Խորհրդի անդամ Արաքս Մաղթեսյանը նշում է եւս մի խնդիր՝ լեզվականը։ Լեզվի խնդիրը Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը հիմա կազմակերպել է դասընթացներ արևելայերենի եւ ռուսերենի։ Վաղը Երևանում մեկնարկում է ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին մասնակցում են 45 ֆիլմեր, ոչ միայն Հայաստանից, այլև Ամերիկայի, Եվրոպայի եւ Ասիայի բազմաթիվ երկրներից։ Փառատոնի հիմնադիր տնօրեն Արտաշես Հովհաննիսյանի խոսքերով նախատեսված մրցանակները կարող են եւ չհանձնվել։ Մրցանակները ուրեմն պլանավորված է կոմպյուտեր եւ հարդ դիսկեր եւ նաեւ այս ոսկեզոծ մեդալները, որոնք որ ստանալու են հեղինակները, բայց դա մեկ օր է մնացել մինչև փառատոնը, դա դեռ ուրեմն կոմպյուտերները եւ մնացածները եւս սպասում են ուրեմն իրենց լուծմանը, որը կախված է ուրեմն մեր ատյան մարմիններից։ Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում IFE-ի աշխատասենյակում։ Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձել է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցին։ Նա նշել է, որ իրենց հայտարարության մեջ համանախագահները որևէ նոր բան չեն հայտնել։ Իսկ քանի որ Ադրբեջանում նոր ընտրություններ են, ապա նա որևէ ակնկալիք չունի, թե բանակցային գործընթացում կարող է առաջընթաց լինել։ Արդեն 20 տարի է լսում ենք, որ խնդիրը պետք է կարգավորվի, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ասել է Ալեքսանդր Արզումանյանը։ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկների մամուլի հետ կապերի պատասխանատու Ղլեչյանը հերքել է մամուլում տեղ գտած այն լուրը, թե Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվող հոկտեմբերի 27-ի գործով ցմազ ատազրկման դատապարտված Նայիրի Հունանյանը հոգեկան խնդիրներ ունի, նրան բժիշկներ են այցելում։ Մամուլը գրել է, որ Նայիրի Հունանյանը հրաժարվում է կտրել եղունգները, սափրվել եւ սանրվել։ Ղլեչյանը նշել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նա տեղյակ չէ, թե ով է նման լուրեր հրապարակում եւ ինչ խնդիր է լուծում, սակայն փաստն այն է, որ Նայիրի Հունանյանը առողջ է եւ նրան վաղուց բժիշկներ չեն այցելել։ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը վարկաբեկեց այնպիսի մարդկային արժեքներ, ինչպիսին է ազնվությունը, հայրենասիրությունը, հերոսությունը։ Նա նշել է, որ կեղծ հերոսները կարողացան օգտագործել իրենց ողջ բարեմասնությունը անձնական խնդիրներ լուծելու համար, բիզնես զարգացնելու համար, ժողովրդին թալանելու համար։ Այս մասին հայտարարել է գրող հրապարակախոս Լևոն Ջավադյանը։ Օրվա լրահոսը։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային շրջանակներում պատրաստվում է Սերժ Սարգսյանի Իլհամ Ալիև հաջորդ հանդիպումը, վստահ են քաղաքագետները, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցին հաջորդած հայտարարությունում նման ակնարկ չկար։ Եվ ես կարծում եմ, որ այդ ընդհատված գործընթացը վերականգնելու նպատակ ունի առայժմ եւ կարողանալ երևի թե երկու երկրների նախագահներին իրար հետ հանդիպեցնել։ Սաֆարովյան հայտնի պատմությունից հետո նախագահների միջև հանդիպում չի եղել եւ փաստորեն եթե սա տեղի ունենա, ապա տեղի կունենա որպես առաջին այդ այսպես ասենք սառեցումից հետո։
Քաղաքագետները հուշագրավ են համարում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդարովի վերջին հայտարարությունը։ Մոսկվան նա հայտարարել է, թե Ղարաբաղի անկախացման վերաբերյալ հանրաքվեի դեպքում պետք է իր կարծիքը հայտնի նաև ադրբեջանցի ժողովուրդը։ Հայ քաղաքագետները ավելի քան համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հանրաքվեի կարիք չունի։ Տհասություն է քաղաքական եւ ոչ միայն տհասություն, այլ նաև արևմուտքին ասեմ, միջազգային իրավունքը ձեռառնելու թուրքական տգիտություն է։ Կարծում եմ դրա մենք լուրջ չպետք է ուշադրություն դարձնենք։ Ինչի՞, որտեղ Արցախի ժողովուրդը ռազմի դաշտում զենքով իր անկախությունը նվաճել է։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի Իլհամ Ալիև հաջորդ հանդիպմանը, ապա քաղաքագետները մեծ ակնկալիքներ չունեն, թեև Հայաստանում ընտրություններն ավարտվել են, սակայն Ադրբեջանում դեռ ընտրություններն առջևում են։ Հայ-վրացական հարաբերությունները խոսքից անցել են գործի, գտնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Շիրակ Թորոսյանը։ Դրական փոփոխությունները պարոն Թորոսյանը կապում է վրացական երազանք դաշինքի եւ նրա ղեկավար Բիձինա Իվանաշվիլու իշխանության գալու հետ։ Բարեկամությունը այսպես հայտարարությունների մակարդակով էր, ակադեմիական բնույթ էր կրում եւ չէր անցնում հայոց քարտելոսի կենացները խմելուց։ 2009 թվականի Միխայել Սաակաշվիլու իշխանության օրոք Ջավախայի Շիրակ Թորոսյանին համարեցին պերսոնա նոն գրատա, անցանկալի անձ եւ նրա մուտքը Վրաստան արգելվեց։ Բիձինա Իվանաշվիլու իշխանության գալուց հետո նա արդեն կարողանում է ազատ ելումուտ անել հայրենի Ջավախ։ Առաջին հերթին Վրաստանում վերացավ ոստիկանապետությունը։ Սկսել են բնականon գործել քաղաքացիական իշխանության մարմինները։ Այն որ վրացական նոր իշխանությունները ավելի հայամետ ու հայասեր են, նկատել է նաև վրացագետ Ջոնի Մելիքյանը։ Փոփոխությունները թեև սահմանափակ են, սակայն վրացագետը համարում է հուսադրող։ Միտում կա, որ կարող են այդ հարաբերությունները դեպի ստրատեգիական հարաբերությունների գնան, այդ ամենը ջանքեր է պահանջում երկու կողմերից եւ պատրաստակամություն։ Ջոնի Մելիքյանի կարծիքով Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեռևս պասիվ են արձագանքում Վրաստանի տարաբնույթ առաջարկներին, սակայն նախաձեռնող լինելու դեպքում արդյունքները շոշափելի կլինեն։ 100 վաճառողի մի գնորդ է հասնում։ Հայաստանում մարդիկ ավելի շատ տուն վաճառում են, քան գնում։ Սա անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալությունների տվյալներն են։ Զանգեր շատ ենք ստանում վաճառքի։ Հիմնականում օրը 15-20 զանգ ենք ստանում, որոնք վաճառում են բնակարան։ 5 տարի այս ոլորտում աշխատող Հրաչյա Բուդաղյանը նկատել է, որ մարդիկ հիմնականում 3 դեպքերում են իրենց բնակարանները վաճառում։ Եթե մարդիկ կենտրոնում բնակարան ունեն, վաճառում են, հիմնականում ծայրամասերում բնակարաններ գնելու նպատակով։ Մյուս գումարը երևի այլ նպատակներին օգտագործելու համար։ Բանկերի տակ մնացած տներ կամ ինչ-որ տենց վաճառում են պետությունից դուրս գալու համար։ Այս ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ Էդգար Հարությունյանը հիշում է, որ 2007-2008 թվականներին մարդիկ բնակարաններ գնում էին ավելի շատ, հատկապես շահագրգռված են սփյուռքահայերը։ Նույնը չի կարող ասել հիմա։ Տեղացի գնորդներին էլ անշարժ գույք ձեռք բերելու համար խանգարում է բանկերի կողմից առաջարկվող բարձր տոկոսադրույքները եւ արկես ստանալու համար անհրաժեշտ խիստ պայմանները։ Շատերը ձգտում են, ուզում են, ասենք, հիպոթեկայի վարկով բնակարան ձեռք բերել, ուղղակի պահանջները շատ են։ Տեսաձայնած սկավառակների առք ու վաճառքով զբաղվողները դեռ անորոշության մեջ են։ Ակցիզային հարկի օրենքում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո նրանց ընդամենը 3 ամիս է տրվել եղած ապրանքը սպառելու եւ հետագա գործնեության լիցենզիան ստանալու համար։ Տեսաձայնած սկավառակ վաճառողներից ոմանք վստահեցնում են, որ 3 ամսում չեն կարող սպառել տարիների ընթացքում կուտակած ապրանքը։ Նրանցից Կարեն Քուպելյանը գտնում է, որ ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություն կատարելով կառավարությունը ոչ թե դաշտը դարձնում է վերահսկելի, այլ նոր խնդիրներ է առաջացնում։ Անընդհատ հրդեհներ են բռնկվում, կա միտում, որ այդ հրդեհները մարվի, այսինքն ոչ թե հարցի լուծումները տրվի, այլ ինքավոր մարվի, բայց մենք էլ հակված ենք արմատական բարեփոխումների։ Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո տեսաձայնած սկավառակների առք ու վաճառքով զբաղվողները ստիպված մեկ շաբաթով փակեցին իրենց խանութները։ Մարդ կար հավաքել էր, մարդ կա մենակ սավանով ծածկել էր։ Կարեն Քուպելյանն ունի բազմաթիվ տեսասկավառակներ, որոնց լիցենզիան պաշտպանված է, սակայն այդ ապրանքը գնորդ չունի, քանի որ մեկ սկավառակի գինը 20-ից 40,000 դրամ է։ Հայաստանում պաշտոնապես հայտարարված 4 հանգստյան օրերը ներքին туриզմի առումով շատ պասիվ են։ Ներքին туриզմին զուգահեռ այս տարի խիստ պասիվացել է նաև արտագնա туриզմը Հայաստանից դեպի եվրոպական եւ արաբական երկրներ։ Պատճառը ավիատոմսերի գների կրկնակի եռակի թանկացումն է։ Մտահոգության առջև են կանգնել ինչպես տուրիստական գործակալությունները, այնպես էլ զբոսաշրջիկները։ Խանգարման դեպքում դա բավականին է բարդացնում տուրփաթեթի արժեքը, որից արդեն
ոչ բոլորն են կարողանում օգտվել։ Ռիմա Աբինյանը արդեն 5 տարի է շրջագայում է աշխարհի տարբեր երկրներով եւ նույնպես մտահոգված է ավիատոմսերի թանկացումից։ Անցած տարի մենք գնում էինք Իտալիա խմբով, ես տոմսի տվել եմ 175,000 դրամ, հիմիկվա վիճակով է տոմսը где-то 300,000 է դառնում։ Այս տարի նա ցանկություն ունի մեկնելու Եգիպտոս եւ ավիատոմսերի թանկացման պատճառով ստիպված է թռչել Թբիլիսիից։ Բոլոր տուրիստական գործակալություններն էլ այս տարի սկսել են թռիչքներն իրականացնել Թբիլիսիից, քանի որ այդպես ավիատոմսերը կրկնակի էժան են նստում։ Տուրօպերատորները նշում են, որ ավիատոմսերի թանկացումների պատճառով մարդիկ սկսել են փոխել նաեւ իրենց հանգստյան ուղղությունները։ Շատերը մեկնում են արաբական երկրներ, քանի որ եվրոպական երկրների ավիատոմսերը ավելի թանկ են։ Մայիս ամսին Հայաստանում բազմաթիվ տոններ կան եւ հատկապես պետական հիմնարկներում այդ օրերը համարվում են ոչ աշխատանքային, ինչպես է սա անդրադառնում մարդկանց աշխատունակության վրա եւ արդյոք դժվար չէ այդ օրերից հետո վերադառնալ բնականոն աշխատանքային ռեժիմին։ Օրվա գլխավոր թեման։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տոն օրերին բնականոն ռիթմից ընկնում են։ Երևույթն ուսումնասիրած ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը գտնում է, որ բոլոր ավանդական եւ պետական տոներն անհրաժեշտ է նշել, սակայն պետք է վերացնել դրանց նախորդող կամ հաջորդող ոչ աշխատանքային օրերը։ Ինչ է նշանակում մայիսի 28-ի շրջակայքում ինչ-որ մի քանի ավելորդ օր հանգստյան։ Դա ինչ է մեռելոց է, ինչ նույնիսկ այդպիսի կատակ կա, լսել եք մայիսի 28-ին մեռելոց։ Ազգագրագետի խոսքերով հատկապես մայիս ամիսը շատ ծանրաբեռնված է ավարտական քննություններ, ընդունելության նախապատրաստում, պարտադրված հանգստյան օրերը ոչ թե օգնում, այլ խանգարում են մարդկանց։ Լիլիթ Սիմոնյանի կարծիքով մենք նաև տոն նշելու մշակույթ չունենք։ Ինչպես պետք է մենք նշեինք մայիսի 27-ը։ Մենք ուղղակի չունենք որևէ արարողակ կարգ։ Հոգեբանության գիտությունների դոկտոր Հրանտ Ավանեսյանը հիշեցնում է, թե խորհրդային Հայաստանում օրացույցում տեղ գտած տոներն ինչպես էին նշում։ Առաջին հերթին ակնհայտ էր տրամադրության փոփոխությունը, ինչը հոգեկան առողջության համար շատ կարևոր է։ Պարոն Ավանեսյանը կարծում է, որ նորանկախ Հայաստանում նշվող տոներից շատ քչերն են տրամադրություն ստեղծում։ Տարիներ շարունակ փորձել են այդ գաղափարախոսության միջոցով շատ հնչեղ կարգախոսներով խոսել տոների մասին եւ ներշնչել շնչել մարդկանց, որ դա տոնական է։ Այսօր դա դեռ չի արվում։ Հոգեբանն ընդգծում է, տոնն անհրաժեշտ է մարդուն, այն օգնում է կտրվել առօրյայից եւ հանգստանալ։ Տոնը նաեւ ազգային ինքնության ձևավորման ատրիբուտներից մեկն է, սակայն տոներին նախորդող կամ հաջորդող հանգստյան օրերի պարտադրանքը չի կարող մեծացնել դրա նշանակությունը։ Եթե ինձ մի օր ասում են այսօր մի աշխատի, բայց մեկ այլ օր դրա փոխարեն դու պետք է աշխատես, դա ինձ համար տոն չի։ Երկարատև տոները կամ հանգստյան օրերն ըստ հոգեբանի ազդում են մարդու աշխատունակության վրա։ Հոգեբանի հետ համակարծիք են նաեւ մեր քաղաքացիները։ Ծոմա պետք 4 օր մարդը մնա տուն առանց գործի։ Կարելի է բադենց, չի կարելի։ Այսօր օրինակ աշխատանքային օր չի, չէ՞։ Իրանք տենց հետ ու առաջ են տալիս օրերը, տան են քնում, տենց լավ չի։ Իհարկե պետք չէ այսքան օր, առանց այն աշխատանք չկա, գործ չկա։ Որոշ քաղաքացիներ էլ դժգոհում էին, որ հանգստյան օրերը միայն պետական գերատեսչություններում աշխատողների համար է։ Ես ինքս աշխատում եմ մասնավոր կազմակերպությունում եւ կարելի ասել այդ պետական տոների ժամանակ տրվող հանգստից չեմ օգտվել։ Շատ են ոչ աշխատանքային եւ տոնական օրերը թե քիչ։ Մարդիկ գերադասում են աշխատել թե հանգստանալ։ Ամեն մեկը անհատապես է պատասխանում այդ հարցին։ Բայց առաջին հայացքից այնուամենայնիվ թվում է, որ մեզ պակասում է հենց աշխատանքը։ Ամեկ+-ի հյուրասրահում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Պարոն Մակարյան, ով է գերադասում աշխատել եւ ով է գերադասում հանգստանալ այս առատության մեջ։ Լավ հարց է։ Ասեմ դες ընդհանրապես իմ կարծիքով այս խնդիրը մենք պիտի մի քանի տեսանկյունից դիտարկենք։ Նախ պիտի ասեմ դες, որ օրենսգրքի պահանջների ներքո հանգստի կամ տոնական օրերին աշխատել այլ վարձատրության կարգ է պահանջում։ Երկրորդը պիտի ասեմ, որ մենք ունենք զգալի քանակությամբ աշխատողներ հանրապետությունը մոտ 100,000-ի հասնող, որից 10,000-ը պետական սեկտորում է, 90,000-ը մասնավոր սեկտորում, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ եւ նրանք գուցե առանձնապես հետաքրքրված չեն շատ աշխատել։ Երրորդ խնդիրը այն է, որ ընդհանրապես ձեռնարկության արտադրողականությունը ցածր է եւ որի հետևանքով նաեւ միջին աշխատավարձն է ցածր, մեզ մոտ 270-ից մինչեւ $300 ավելագույն պայմաններում է։ Հիմա ինչ է ստացվում։ Խոշոր ընկերությունները, որոնք որ ունեն ռիթմ աշխատում են 3 հերթափոխող եւ իրենք ունեն քանակներ թողարկելու եւ նաեւ արտանելու նպատակներ, բնականաբար իրենք շագրգիռ են, որ օրերը քիչ լինեն։
Եվ դա տրամաբանական է, որտեղ իրենք իրենց պլանները, իրենց ծավալները պետք է կատարեն։ Փոքր ձեռնարկությունները իրենք փորձելու են նաև այսպիսի տոնական օրերը կամ շաբաթ-կիրակի օրերը, հատկապես նաև ծառայությունների ոլորտում օգտագործել, որովհետև այդ շրջանում իրենք ավելի եկամուտների հնարավորություն ունեն, որտեղ իրենց կարող են ասենք, եթե դրանք կաֆեներ են կամ այլ ծառայություններ, ապա քաղաքացիներն հենց այդ օրերն են գնում եւ ուզում են իրենց դիմել։ Եթե իրենք պետք է այդ օրը չաշխատեն, ուրեմն իրենք զրկվում են այդ հաճախորդների հնարավորությունից։ Իսկ եթե պիտի աշխատեն, ուրեմն պիտի փորձեն նաև վարձատրել։ Այստեղ այս խնդիրն է առաջանում։ Եվ երրորդը, որ ես չեմ թաքցնում, որ կան որոշակի ծուլության նաև մակարդակ, որ մարդիկ ձգտում են հնարավորինս վատ աշխատել, դանդաղ աշխատել եւ այդ է պատճառով մեր երկրում արտադրողականությունը շատ ցածր է։ Եթե մի, ասենք, աշխատողն ընկնող արտադրողականությունը այլ երկրներում կարող է հասնել $100,000 կամ $100,000 եվրո եւ ավել, ապա մեզ մոտ դրանք ընդամենը մի քանի հազար դոլարին են, ասենք մինչեւ 6,000, առավել մինչեւ $10,000 հիմնականում։ Եվ ինչ է ստացվում։ Երբ որ այս 3-4 խնդիրները իրար կողքի ենք դնում, ապա ստացվում է, որ կա մի խավ աշխատողների մեջ, որը նվազագույն շեմի վրա է, որը այդքան շահագրգիռ չի։ Բնականաբար նա կձգտի հանգստանալ, որտեղ իր ստացածը առանձնապես մեծ չի։ Երկրորդը, որ կա ծուլություն եւ հատկապես երիտասարդությունը քիչ է զբաղված, նա ձգտում է ուրեմն այդ օրերը օգտագործել իր պերճանքների, իր վայրիկների համար։ Որով դեպքերում ես գտնում եմ, որ մենք կարիք ունենք աշխատելու եւ հատկապես հենց փոքր բիզնեսը նաեւ, որ շաբաթ-կիրակիները փորձելու իր ծավալները մեծացնել, ավելի հաճախորդներ ունենալով պիտի ձգտի աշխատել։ Բայց այստեղ էլ օրենսդրության պահանջներն են գումարվում, աշխատանքային օրենսգրքի հատուկ վարձատրություններ եւ այլ, որը որ իրեն որոշակի սահմանափակում է առաջացնելու։ Պետությունը ինչ պետք է անի։ Կրճատի Կարծում եմ, որ պետությունը կարծում եմ, որ ուղղակի գնաց մի փոքր այսպիսի տարբերակի, որ գուցե կարծես թե հանգիստ պարգևի, կարծես թե լավ տրամադրություն պարգևի եւ այսպես արտաքինից նայելով, երբ որ մենք նայում ենք մեր կաֆեներում նստած կամ այսպես քաղաքում դանդաղ զբոսնող մեր հասարակությանը կարելի է կարծել թե ամենաապահով հասարակությունն է, որը երբեք չի շտապում ոչ աշխատել, ոչ ինչ, որովհետև նա ունի եկամուտներ, ունի կարծես թե ամեն ինչ, բայց իրականում այդպես չէ, դա ուղղակի արտաքին այդ խապուսիկ պատրանքն է։ Եվ հատկապես երիտասարդները, որոնք իրենց աշխատանքը չունենալով իրենց ծնողների գումարների հաշվին են այդ պատրանքը ստեղծում կամ վայելում, այդպիսի տպավորություն է առաջանում։ Եվ օրինակ, երբ որ այլ երկրներում գնում ես, միշտ տեսնում ես այսպես նպատակասլաց քայլող, արագ շտապող մարդիկ աշխատանքի եւ այլն, այսինքն նրանք գտնում են ինչ-որ ռիթմի մեջ եւ իրենց ժամանակը ափսոսում են։ Մեզ մոտ այդ ռիթմի տնկած վիճակ է։ Ես կարծում եմ, որ ռիթմը վերականգնելու խնդիր կա։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Արմավիրի Շիրակի եւ Կոտայքի մարզերի 4 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Բոլոր 4 համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետերը։ Արմավիրի եւ Շիրակի մարզերում գյուղապետերը հանրապետականներ են, իսկ Կոտայքի մարզի 2 գյուղապետերից մեկը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է, իսկ մյուսը անկուսակցական։ Մեր մարզային լուրերը։ Գյումրիում բազմաթիվ ընտանիքներ դեռ ապրում են տնական պայմաններում, նրանցից շատերը թեպետ անօթևան են համարվում, սակայն չունեն անօթևանի կարգավիճակ եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցում չեն ստանալու։ Գյումրու ավտոկայանի թաղամասում անօթևանի կարգավիճակով բազմաթիվ ընտանիքներ են բնակվում, նրանք դժգոհ են տնական պայմաններից։ Կոյողի չունենք, գծերը որ քանդել են, տրուբեն փորեցինք, չգտանք։ Կոյողին պես մնացել է։ Թոմիկն է կաթագը, էլի կաթոսներ ունի տեղը։ Անձրևին կաթագը, պատից ջուրը բերել է տեղից, ահա որ ստեղից կաթագը։ Հնարավորություն է չունենք, որ գոնե տնագը վերանորոգենք, տուն ստանալու տուն մեզի չեն տա, կոյուղի է չկան է 4 երեխա, պայմանների շատ դժվար է տնագի։ Եթե հնարավորություն ունենային, գոնե տնագը կվերանորոգենք, գոնե կաթոսներին երեխիկը հիվանդություն ծեր չբերեին։ Անգամ գնացի քաղաքապետարան պարոն Պալասանյանի մոտ հերթագրվելու, մտցել են հարցաքննման, իշխոր քննչական բաժանմունք մտածել են, չթողեցին ես էշտ այն կսավ այդ հարցերով ինքը չի ընդունել մարդ։ Դիմում կարեցի, պատասխանը մերժեցին։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընթառաջ Վանաձորի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում 3-րդ դասարանցիների միջև կազմակերպվել է մրցույթ։ 3-րդի A, B եւ G դասարանների աշակերտներն իրենց ուժերն են չափել 7 մրցաձևում։ Ժյուրին գլխավորել է դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը։ Այստեղ կարևորը հաղթանակը չէ, մեզ համար կարևոր է, որ մեր երեխաները մեծանում են գիտելիքներով զինված եւ առողջ գալիքներ։ Սկզբում վախենում էի, բայց հետո մտածեցի, որ կհաղթենք։ Ու
տրամադրված եկա։ Շատ ուրախ եմ, որ մենք հաղթենք, քանի որ մենք շնորհավորում եմ բոլոր թիմերին։ Մենք շատ ուրախ ենք, որ մասնակցեցինք։ Ամենակարևորը բարեկամությունն էր։ Ռոբերտ Արզումանյանի անվան գեղագիտության կենտրոնի Գյումրու մասնաճյուղը ավելի քան 30 տարի է ջեռուցման խնդիր ունի։ Տարիների ընթացքում կենտրոնում նաև չեն իրականացվել հարդարման աշխատանքներ։ Կենտրոնի տնօրինությունը առկա խնդիրների մասին բազմիցս դիմել է պատկան մարմիններին։ 35 տարի գոյություն ունի գեղագիտական կենտրոնը եւ 30 տարի ոչ մի նորոգում արված նամակով դիմել էին կառավարություն կենտրոնում ջեռուցման աշխատանքներ եւ նաեւ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար երկար չարչարանքներից հետո մեր երազանքը իրականացավ եւ Շիրակի մարզպետարանը գումար է տրամադրել։ Խնդիրը դրված էր ջեռուցման համակարգի անցկացում եւ մենք պարզապես ավելացված գումարի շրջանակներում իրականացնում ենք որոշ ներքին հարդարման աշխատանքներ։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը քննադատել է իտալական մաֆիային եւ կոչարել հանցագործներին աղոթել։ Мне кажется, ты нацепил не все, что ему полагается. Не очень наряден. Все как полагается. А? Я ждал важного кардинала, у тебя такая физиономия. Тебя где откопали? У кардинала во дворце. Կհանդիպենք վաղը։